Բարև ձեզ հայեր ջան, այսօր ես կպատմեմ Կոմագեն կամ Կամախ թագավորության մասին։ Մինչ անդրադառնալ այս թեմայի շուրջ, ասեմ իմանաք, որ Կոմագենը եղել է երկրորդ հազարամյակում եւ Վանի թագավորության, նաեւ Երվանդունյա ժամանակաշրջանի թագավորություններից փոքր թագավորություն է եղել եւ այն հիշատակվում է որպես Հայկ Նահապետի Կադմոս Թորան տարածքը կամ իր անունով կոչված տարածաշրջան կամ պետություն նույնիսկ եւ մինչեւ անդրադառնալ այս թեմային բաժանորդագրվեք իմ YouTube-յան ալիքին, որ ինձ ավելի ոգևորեք, ավելի հետաքրքիր պատմություններ պատմելու հայ ազգի մասին։ Շնորհակալություն նախորդ դիտելու համար եւ սկսեմ։ Կոմագեն սեպագիր արձանագրություններում Կոմախ, Կոմուխ, հայկական միջև աղբյուրներում Կամախ գտնվել է հայկական լեռնաշխարհի հարավ-արևմտյան ծայրամասում, հայկական Տավրոսի լեռների հարավային փեշերին, արևելքում սահման է ունեցել Եփրատ գետ։ Այն ինքնուրույն փոքրիկ թագավորություն է եղել Քրիստոսից առաջ երկրորդ հազարամյակում եւ Վանի թագավորության Ուրարտ ու Արարատ թագավորության ժամանակում դաշնակցելով վերջինիս հետ։ Երվանդունյա ժամանակաշրջանում մինչև Քրիստոսից առաջ 201 թվականը մտել է Հայաստանի կազմի մեջ։ Քրիստոսից առաջ 201 թվականին Մեծ Հայքի թագավորության անկումից հետո Կոմագենը ևս ընկավ Սելևկյան իշխանության տակ։ Քրիստոսից առաջ 190 թվականին Մագնեսիայի ճակատամարտից հետո անկախություն հռչակվեց Մեծ Հայքի ծոփքի թագավորությունից։ Քրիստոսից առաջ 163 թվականին Կոմագենը ևս թոթափեց Սելևկյանների տիրապետության։ Արսամես արքայի թոռ Պտղոմեոս Զորավարի գլխավորությամբ նա հիմնեց Կոմագենի անկախ թագավորությունը Սամոսատ մայրաքաղաքով, որը գոյություն ունեցավ մինչև Քրիստոսի ծնունդը 72 թվականը։ Պտղոմեոս Երվանդունուց Քրիստոսից առաջ 163-ից մոտ 130 թվականներ հետո Կոմագենի թագավորությունում իշխել է Սամոս II Քրիստոսից առաջ մոտ 130-ից 109 թվականներ, որին էլ հաջորդել է Միրադատ I-ը Քրիստոսից առաջ մոտ 109-ից 70 թվականներ։ Վերջինս Քրիստոսից առաջ 80 թվականներին կամովի ընդունել է Տիգրան II Մեծի գերիշխությունը, լիովին պահպանելով իր դիրքը։ Կոմագենի թագավորությունը հզորություն ու ծաղկման գագաթնակետին հասավ Անտիոքոս I Երվանդունու օրոք, Քրիստոսից առաջ 70-ից 34 թվականներին, որի անվան հետ են կապվում երկրի հուշարձանների ու արձանագրությունների զգալի մասը։ Դրանց մեջ առանձնանում են Նեմրութ լեռան սրբավայրը, թագավորության գլխավոր պաշտամունքային կենտրոնը, որը կառուցվել է երկրի բարձրագույն լեռնագագաթին 2100 մետր բարձրության վրա եւ ինքն էլ ունի 50 մետր բարձրություն։ Նեմրութի սրբավայրում աստվածների արձաններից բացի Անտիոքոս I-ը կանգնեցրել է հայրական եւ մայրական գծով իր նախնիների արձանները, թողնելով համապատասխան արձանագրություններ։ Հայրական գծով նախնիների շարքում հիշատակվում է Երվանդ II Քրիստոսից առաջ 5-ից 4-րդ դարում, Երվանդ III, որի Գավգամելիայի ճակատամարտից հետո անկախացրեց Մեծ Հայքը, Քրիստոսից առաջ 3-րդ դարում իշխան Շամը, Սամոսը եւ Արսեմեսը։ Անտիոքոս I-ից հետո մինչև Քրիստոսի ծնունդը 17 թվականը իշխեց մի քանի արքաներ, դրանցից հետո տիրած իշխանությունից հետո Հռոմի կայսրությունը Կալիգուլան գահ բարձրացրեց Անտիոքոս IV Հերփանեսին, որն իր մի կողմից արյունակից քրոջ Իթոպետի հետ իշխեց 37-ից 72 թվականներ։ Այդ ընթացքում նրանք
թողարկեցին և համատեղ և առանձին դրամներ։ 72 թվականին Հռոմի Վեսպասիանոս կայսրը վերացրեց Կոմագենի թագավորությունը։ Առաջին դարում Կոմագենի թագավորությունը հատել է դրամներ, որոնցից առանձնապես հետաքրքիր է Սամոսատ մայրաքաղաքի և Կոմագենի պետության դրամները։ Հատուկ ուշադրություն է արժանի այն հանգամանքը, որ դրանց վրա հաճախ էին հանդես գալիս հայկական կամ տիգրանյան թագը, որը Հայաստանի և հայկական թագավորության խորհրդանիշն էր նաև հռոմեական դրամահատության մեջ։ Դրանով Կոմագեն կամախի արքայինները յուրօրինակ կերպով շեշտում էին իրենց և թագավորության հայկականությունը։ Պետական կառավարման համակարգը Կոմագենի պետական կառավարման համակարգը նման է մեծ հայքի և համաժամանակյա հելլենիստական պետությունների համակարգին։ Գործում էր կենտրոնական միապետություն, արքայի անսահմանափակ և ժառանգական իշխանությունը։ Ընդգծված էր թագավորական նախնիների պաշտամունքը։ Անտիոքոս I-ի ժամանակ հաստատվեց նաև արքաների պաշտամունքը։ Նա հայտարարեց արևային Միթրա աստծո երկնային հայտնությունը։ Գործում էր աշխարհաժողովը։ Բացառիկ կարևոր դեր ուներ քրմական դասը։ Հիշատակվում էին քրմական համայնքներ ու տնտեսություններ, որոնք պետության մեջ ունեին առանձնաշնորհային դիրք։ Կոմագենը ուներ հստակ մշակված օրենսդրություն։ Բազմաթիվ օրենքներ արձանագրված են գտնում Նեմրութ և թագավորության այլ կենտրոններում։